Ծովերով բաժանված երկրները միմյանց արագաստանավերով կապելու, ալիքների լեզուն հասկանալու եւ քամու հետ ներդաշնակվելու ավանդույթները ձևավորվել են անհիշելի ժամանակներում։ Բեյրութի հնագիտության թանգարանում սարկոֆագի վրա արագաստանավ է քանդակված։ Թվագրվում է մ.թ. առաջին դար, հայտնի որպես Տարսուսի առևտրային նավ։ Հայկական պատմական արագաստանավի մասին Վանալճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բարձրաքանդակն է պատմում։ Հնում արագաստանավերի հիմնական գործառույթը առևտուրն էր ու ծովամարտերը։ Այսօր գլխավոր դերը սպորտինն է ու զբոսանքինը։ Ամար, ծովի տենչ ու փակ սահմաններ։ Ինչպես անել։ Փակ սենյակում արագաստանավեր ուսումնասիրելուց մի քիչ հոգնած որոշում եմ գնալ Սևան։ Արագաստանավերը տեսնել, շոշափել, բայց վարել մտքովս չի անցնում։ Նախ Հայաստանի արագաստանավային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանն է ծանոթացնում իրենց գանձարանին, ինչը ֆեդերացիայի նախագահ Բագրատ Սողոմոնյանի նվերն է։ Այսի մեր հարստությունն է, կարելի ասել ոչ մեկը սենց նվեր չի տալի, աղբորն սենց բան չի տալի։ Իսկ քանի արագաստանավ ունեք։ Ստեղ տեղում մոտավորապես 30 հատ ու պլյուս 2 հատ մոտորանավակ մարզումներն անցկացնելու համար։ Լուչ դասի արագաստանավեր, սրանք բոլորը այստեղ հավաքված լուչեր են ու մինի լուչեր են։ Նրանք լուչերը լուչի իսկական կլասի, իսկական դասը օլիմպիականա, ինքը լազերա կոչվում, մենք իրան Ռուսաստանից հետո, սովետական միությունից հետո լուչ ենք անվանել, տենց էլ լուչ էլ գնում է։ Ոչ աշխատանքային օր էի գնացել, պատրաստակամ արագաստանավ տրամադրեցին ու փորձառու մարզիչ։ Առաջին անգամ եմ նման արագաստանավ մոտիկից տեսնում, երկյուղած նստեցի ու ջրից վախս հաղթահարելով կենտրոնացա առաջին դասին։ Ռազմիկ Հակոբյանը, մարզիչս, համբերատար բացատրում էր նախ քամիների ուղղությունն ու արագաստի գործառույթները, հետո ղեկի աշխատանքն ու շրջադարձերի հմտությունները։ Ամենից դժվարը կարծես թե քամու լեզուն հասկանալն է։ Ինչ է պետք արագաստանավային սպորտով զբաղվելու համար։ Մի քիչ խելք, ամենակարևորը, ու մի քիչ ուժ։ Խելք, ուժ, բացանկությունը, ուսերը։ Բացանկությունը ամեն մարդու մոտ տարբեր ձև է, չէ՞։ Մարդը կարող է գա, այս ամեն ինչը տեսնի, բայց դուրս չգա, չսիրահարվի այս սպորտատերին, կամ ընդհանրապես արագաստանավին։ Իսկ եղել է որ գան տեսնեն ու չսիրահարվեն հանկարծ։ Եղել է, ոչ եղել։ Շատ։ Քանիսն են սիրահարվում։ Եթե երեխեքի հաշվարկով ասենք, երևի մի 50%, այսինքն հնարավոր է օրինակի համար 30 երեխա ունենանք տարվա սկզբին, բայց այդ 30 երեխայից մնան 15 այսինքն մաղվում են, կամաց ոնց որ երբ որ զգում են արդեն իրանց հետ իրանք չեն կարողանում սովորել սպորտաձևը գնում են։ Սկսենք առաջին դասը։ Սկսենք հիմնականում Յախտայի վրա ինչքան տերմին կա, սկսում ենք սովորել տերմինները։ Հիմնականում այդ է, այն ամենասկզբի բանը ու պետք է իմանանք, տերմիններն է պետք իմանանք։ Ուրեմն լոթի կորպուսն է, յախտայի կորպուսն է, այս ընդհանուր նիշի վրա մենք իմանացած ենք այդ կորպուսն է։ Այս մաշվան է, կայնը։ Պարուսը ինչի վրա որ կապվում է, դիկն է։ Ու այս շվերտն է, այս պահում է ավասարակիչությունը, որտի ավասարակիչությունը ինքն է պահում։ Այս ռուլն է, չէ որ կառավարում ենք, թե որ կողմ ենք։ Պարուսի տերմիններն են արդեն, վերևի շկատորին է, դիմացի շկատորին է և ամենահետևի շկատորին է։ Դրանք նասրույկի ձևեր ունեն, այսինքն կախված է քամուց, թե ինչու ոնց պետք է ձգեն կամ թուլացնեն։ Այս դիմացի շկատորին ձգել կամ թուլացնելու համար է, այս հետևին է, դե վերևինն էլ արդեն նասրույկը չենք տալ, մաշտի ծռության հաշվին տալ, նասրույկը տալ, հետո պիկացյաշկի կամ ձգելու հաշվին։ Այս շկոտներն է, ինչով որ պարուսներն են ձգում, առագաստի ձգելու թուլացնելու համար, այս շկոտներն է պետք։ Առանց սրա մենք չենք կարող հասնել։ Այս ռեմենը հատկացված է ուժեղ քամիներին, երբ որ արդեն ուժեղ քամի ալինում մի քիչ լոթին արդեն թեքում է կողքի, այսինքն քամի տալիս է պարուսը բարգացնում է։ Լոթքերը սկսում ենք ստեղից արդեն ու մենք ինչքան հնարավոր է կախվում ենք դեպի դուրս։ Ու տենց։ Հետո ինչա պետք զգում իմանալու համար
պետք է տեսնենք թե քամին որ կողմից է գալի։ Ներկայացին քամին գալիս է ափի կողմից, այսինքն ինչի է պետք քամին իմանալ թե որ կողմից է գալի, որ մենք կարենանք թե մոտիկանանք թե հեռվանանք քամուց ու առագաստից ձգելու ու թուլացնելու աստիճաններն իմանանք։ Այսինքն եթե մենք հիմա փորձենք մոտիկանանք քամուն, մենք անպայման պետք է առագաստները ձգենք։ Իսկ ինչի ենք մոտիկանալու քամուն։ Քամուն մոտիկանալու համար ընդհանրապես չափ կա, այսինքն եթե մենք ուզում ենք գնանք ինչ-որ մի կետ, օրինակի համար ուզում ենք գնանք այն Նոյլենդը, այն մի քիչ արծաթագույն տեղ կա։ Որտեղ գնալու համար մենք արդեն քամուց եթե ուզում ենք հեռվանանք, արդեն պետք է պարուսները թուլացնենք։ Այսինքն մեր ուզած կետը գնալու համար մենք պետք է իմանանք ինչպես գնանք։ Այսինքն մենք պարուսները ձգենք մոտենանք դեպի քամուն, որ հասնենք այդ մեր ուզած կետին, թե պարուսները ավելի շատ թուլացնենք, հեռվանանք քամուց, որ կարենանք արդեն ավելի արագ հասնենք տեղերի, իսկ եթե օրինակ ելնոց հիմա մենք փորձենք գնանք այնտեղ պարուսները ձգենք, մեր լոկին արդեն չի գնա։ Արդեն շատ դանդաղ է գնա կամ ընդհանրապես կարող է դաժե կայանի, եթե քամին շատ թույլ լինի։ Սա լուջ դասի առագաստանավ է, սպորտային առագաստանավ է, ուսումնների մասնակցելու համար։ Սրա կա եվրոպական ձևը, հիմնականում ուսումններին մասնակցում են եվրոպական ձևով։ Այսինքն սա ռուսական դասն է, ու պրոֆեսիոնալ սպորտաձևի պրոֆեսիոնալ լոկա է, մասնակցել։ Այս չէ, բայց այդ լազերը հա։ Ոնց որ բան այլ անգլերեն մեկ ռուսերեն տարբերություններն են, այն լազերն է, այսի լույսն է։ Քամին ստուգելու ավանդական եղանակը ո՞րն է։ Քամին ստուգելու ավանդական եղանակը ընդհանրապես տարբեր ձևեր կա, չէ՞, կարաս ծառներից գաս, կարաս ընդհանրապես կամ մոտը թռչես, տեսնես որ կողմը որ ծառացնում է, այդ կողմը որ արդեն այդ կողմից քամին գալիս է։ Օրինակ, փորձենք։ Հիմա մատներս մենք թռչեցինք, այս հետևի կողմից, այն կողմից, սառացնում է արդեն ձև, նշանակում որ քամին այն կողմից է, կամ ուրիշ ձև կա, ջրի վրա ընդհանրապես լինելու համար պետք է արդեն տեսնենք ալիքներին, մանր ալիքներին, նայում եք մանր ալիքները որ կողմից են մոտիկանում մեզ, այսինքն հիմա տեսեք մանր ալիքները ոնց որ բարձրանան դեպի վերև, ափի կողմից ոնց որ բարձրանան դեպի վերև, այդ ուսատալի քամու ուղղություն կամ կարանք կողմնորոշվենք, եթե այդքան ավելի չեն կարող կողմնորոշվենք, ջրի մեջ ինչ որ նավակ լինի կամ չգիտեմ ինչ որ բան, որով որ կապված կլինի բույոկին, նավի քթի ուղղությունը որ կողմը որ կանգնած է, այդ կողմից քչում է քամին։ Այսինքն քամին գալիս է դեպի քթի ուղղությամբ գնում է հետ։ Ինչ ենք անելու Հիմա կարանք մոտենանք ու չփոխվենք, անցրենք։ Փաստորեն հիմա մենք փախնում ենք անձրևից։ Հա, ավելի շուտ։ Այսինքն թե քաշում են դեպի մետրո, ու գազիչի կարդը հավասար կանգնում։ Գազիչի կարդը երկու կողմն, համ վերևի, համ դիմացի կողմը հավասար կանգնում, համ հետևի կողմը։ Այսինքն պետք է կարմիր ու կապույտ թելերը հավասարեցվեն։ Հա, միշտ է կարող, ուլը որ կողմ բրծում ես, այն կողմ հակառակ այդ կողմ կողքին է։ Այսինքն եթե հիմա դեպի մեզանից բրթենք դեպի այն կողմ, լոկի քիթը գնում է դեպի ձախ։ Եթե ռուլը քաշենք դեպի մեր կողմ, լոկի քիթը գնում է դեպի աջ։ Ուղղությունը տենց ենք գնում, լոկի որ կողմ գնա կամ որ կողմ չգնա։ Այս այն է։ Տենց մի քիչ դասել կա, որ պետք է սովորենք, որ կարենանք բարելա։ Առաջին օրը թվում էր Արագաստանավելն իմ բանը չէ, հետո կարծես սիրահարվեցի Արագաստանավային սպորտին։ Հաջորդ օրը գալիս եմ եւս մեկ փորձ անելու։ Օրն աշխատանքային է, մարզումները սկսվում են ժամը 11-ից։ Պատանի արագաստանավորները սակայն անհամբեր էին, ավելի շուտ էին եկել։ Արագաստանավային սպորտը նրանցից շատերի միակ զբաղմունքն է ու ավելի լավ ապագայի ուղեգիրը։ Իրենց գործին տիրապետելու առաջին կանոնները գիտեն, մնացածը տեխնիկայի հարց է։ Մարդը պետք է լավ նավաստի դառնա, խելացի լինի։ Կարևորը ջրի վրա պանիկայի մեջ չընկնես, որ ինչ-որ լուրջ բան լինի, որ քեզ չկորցնես։ Պատանի արագաստանավորների առաջին գործը նավակները ջրի ապիջեցնելն է, կարգով, շարքով։ Հետո ինքնուրույն մարտական դիրքի են բերում արագաստանավերն ու ծով մտնում։ Պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հավաքականներն այս տարի պատրաստվել էին հերթական միջազգային մրցաշարին։ Համավարակը խանգարեց։
12 տարեկան Արագաստանավորդ Նարե Սուքյասյանն է պատմում։ Իմ հայրիկն էլ է առագաստանավային սպորտով զբաղվում ու ես էլ որոշեցի զբաղվում ու ինձ շատ է դուր գալիս։ Արդեն հաղթել եմ 3 մրցումներ հաղթել եմ Հայաստանում, միջազգային մրցումներին, Վրաստանում, Հայաստանի ու Վրաստանի մրցումներին առաջի տեղն եմ գրավել։ Պետությունը գումար քիչ է հատկացնում, բայց դրանից մարզիչների նվիրվածությունն ու երեխաների սերը սպորտաձևի հանդեպ չի պակասում, ասում է Արագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը։ Այս Արագաստանավային սպորտը գոյատևում է, դա գոյատևում է մի քանի այս սպորտը սիրողների ուժերով, իրանց շնորհիվ։ Ընդհանրապես ֆանատներ են, որ ուզում են սպորտը Հայաստանում զարգանա։ Արագաստանավերի ավելի մեծ քանակի դեպքում Սևանալճում կարելի է զարգացնել ոչ միայն սպորտաձևը, նաև տուրիզմը, վստահ է Սմբատ Հակոբյանը։ Արագաստանավային սպորտը ընդհանրապես բոլորին տանում այնտեղ մարդուն, ով սիրում Արագաստանավային սպորտ, այդ մարդուն տանում այնտեղ, որտեղ որ կա Արագաստանավեր։ Մտածում եմ, որ Սևանում լինեն շատ Արագաստանավեր, կազմակերպենք ճամբարներ, Արագաստանավային ճամբարներ, մարդիկ կգան, ամբողջ աշխարհից կգան։ Ռուսաստանից հիմա շատերը կան ցանկություն ունեն Սևանում գալ մասնակցել ճամբարներ կազմակերպել, մասնակցել ճամբարների Արագաստանավային։ Մտածում եմ շատերը կցանկանան։ Ինչ կարող են տեսնել, հա, Արագաստանավային զբոսանքով մեր մոտ, որ ասենք ուրիշտեղ դժվար է տեսնել։ Ու Արագաստանավային զբոսանքով տենց ափերով ոչ իման չենք զարմացնի, մենք կարանք զարմացնենք մեր քամիներով, մեր ջրով ու մեր Արագաստանավային սպորտով։ Ամեն դեպքում ունենք զարմացնելու բան։ Իհարկե։ Մեր մոտ ավելի դժվար է Արագաստանավային սպորտով զբաղվելը։ Մեր ջուրը քաղցրահամ է, ու Արագաստանավն ավելի խորն է նստում ջրի մեջ, ու ավելի դանդաղ ընթաց է դառնում։ Ստեղ մարզվելով ծովի վրա ավելի հեշտ է դառնում։ Ամենահավակնոտ ծրագիրը ո՞րն է։ Ունենալ ուժեղ մարզիկներ ու աշխարհում գրավել բարձր տեղեր, որպեսզի սաղ աշխարհը ճանաչի Հայաստանը, ճանաչի Սևանալիճը, որ Սևանալիճում մարզվելով էլ կարելի է հնարավոր է մեծ մրցումներում հաղթել։ Ալիքների լեզուն հասկանալու, քամիներ որսալու եւ ջրում ճախրելու արվեստը, Արագաստանավային սպորտն այսօր Հայաստանում ինչպիսի հորիզոններ է առաջ մղում։ Կծածանվեն արդյոք եռագույն դրոշով Արագաստանավերը միջազգային ասպարեզներում, համավարակի անտեսանելի վարակույրները բացվելուն պես։ Սմբատ Հակոբյանը սպասում է նոր ձեռքբերումների։